Մի տարիքով քույրիկ տեսնում է, թե եղբայրը երիտասարդների հետ հարց պատասխանի է բռնվել, մոտիկանում ասում է եղբայր ջան, ինձ էլ մի հատ քննի էլի, ինձ էլ հարցեր տուր, բան ասում է այդ քույր ջան, հիմա դե երիտասարդների հետ եմ, չէ, ասում է ինձ էլ էլի հարց տուր, վերջը ասում է դու ես լավը, թե քո հարցը, ասում է ես լավն եմ, հարցս վատն է, ասում է չէ, կդրվար, գնա հաջորդ անգամ կգաս։ Հաջորդ անգամ գալիս է, ասում է եղբայր գտել եմ պատասխանը, ասում է ես վատն եմ, հարցս էլ է վատը, չէ, ասում է կդրվար։ Գնա հաջորդ անգամ կգաս։ Վերջը մի քանի օր հետո նորից գալիս է այս քույրիկը, ասում է եղբայր, ասում է հասկացել եմ, ես վատն եմ, հարցս լավն է։ Հիմա եղբայրներ քույրեր, ես Սուրբ գրքից մի համար եմ ուզում կարդալ բոլորիս համար, Մատթեոս 23-ի 25-26-ը, 23-ի 25-26-ը, Մատթեոս ավետարան։ Վայ ձեզի կեղծավոր դպիրներ ու փարիսեցիներ, որ գավաթին ու պնակին դուրսի կողմը կմաքրեք, բայց ներսեն հափշտակությամբ եւ անիրավությամբ լեց ունեն։ Կույր փարիսեցի, առաջ գավաթին ու պնակին ներսի կողմը մաքրե, որպեսզի անոնց դուրսի կողմն ալ մաքուր լա։ Հիմա տեսեք սիրելի եղբայրներ քույրեր, մենք շատ ժամանակ մտածում ենք, որ Աստված մեզ դրսևանց է նայում։ Բայց իրականում Աստված մեզ ներսևանց է նայում։ Մի անգամ միտեղ ասեցի, ինչ լավ է, որ մենք իրար մտքեր չենք տեսնում, քույրերից մեկը ասեց, վայ եղբայր ջան, խայտարակ կլնենք։ Ինչ լավ է, չէ, որ մենք իրար մտքեր չենք տեսնում, եղբայրներ քույրեր, բայց կա մեկը, որը տեսնում է։ Նա մտքեր եւ սրտեր քննող է։ Երեմիայի 17-ում գրված ասում է մարդու սիրտը չար եւ խաբեբայ է, ով կրնա իմանալ։ Աստված է, որ սրտերը եւ մտքերը կքննի։ Գիտեք, եղբայրներ քույրեր, մենք շատ ժամանակ այսպես ենք մտածում։ Ես էլ եմ այդպես մտածել եւ լինում է, որ մարդը երբ որ սխալ է գործում, ինքը փորձում է իր սխալը ուղղի, այդպես է թե ոչ։ Ասում է սխալը ուղղի։ Մարդը երբ որ գալիս է Աստծուն, ինքը հասկանում է, որ ապրել է մեղավոր կյանքով եւ ինքնստինքյան ինքը փորձում է սխալները ուղղել։ Ասենք ինքը մտածում է, որ վայ, եթե ինքը սուտ էր խոսում, հիմա սուտ չխոսա, եթե ինքը գողանում էր, հիմա չգողանա, եթե ինքը խաբում էր, հիմա չխաբի եւ ասենք նման վիճակների մեջ ինքը կարծես թե փորձում է իր արտաքին աշխարհը հաճեցնի Աստծուն, որ մի ժամանակ այս բաներն էր արել, հիմա փորձում է ինքը շեշտը դնի, այսինչ բաները անելու կամ այնինչ բաները չանելու վրա։ Ճիշտ է թե ոչ, եղբայրներ քույրեր, ճիշտ է։ Եվ ես ուզում եմ սա համարձակ ասեմ, նրանք ովքեր որ շեշտը դնում են արտաքին աշխարհի վրա, նրանց ձախողումն է սպասում։ Գիտեք ինչու համար, որտեվ գրված է ես մարմնավոր եմ, օրենքը հոգևոր, պատվիրանը հոգևոր։ Աստված մեզ չի կանչել, եղբայրներ քույրեր, որ մենք փոխենք մեր վարքագիծը։ Աստված մեզ չի կանչել, որ մենք ընդամենը լինենք բարոյական մարդիկ։ Մենք սրա համար կանչված չենք, եղբայրներ քույրեր։ Աստված մեզ կանչել է, որպեսզի մենք ունենանք ներքին փոփոխություն, այսինքն ունենանք նոր մարդ, ունենանք նոր սիրտ, նոր հոգի ունենանք։ Սա է ուզում Աստված տեսնել մեր մեջ։ Սա է ուզում տեսնել, եղբայրներ քույրեր, փոխելով մեր վարքագիծը, մենք չենք փոխում մեր ներքին աշխարհը։ Մենք շատ ժամանակ մտածում ենք մեր խնդրեմը դրսում է։ Մենք գալիս ենք եղբորը խոսովանում ենք եղբայր, ես չարախոսել եմ այսինչ եղբորը, ես բամբասել եմ այսինչ քույրիկին, բայց ես չեմ ասում ինչու համար։ Ես չեմ ասում, որ ես ատում եմ, ես չեմ ասում, որ նախանձում եմ, ես չեմ ասում, որ հակառակվում եմ, մեջ նենգություն կա։ Ես սա չեմ ասում։ Ես ասում եմ գործողությունը, բայց չեմ ասում շարժարիթը։ Եղբայրներ քույրեր, բայց Աստված ուզում է, որպեսզի ես տեսնեմ իմ սիրտը։ Հիսուսն ասում է, ձեր խնդրեմը ձեր ներսում է, ոչ թե այն ինչ որ կմտնի դա է պղծում, ոչ։ Այն ինչ որ դուրս է գալիս, դա է պղծում։ Մարկոսի ավետարան 7:20-21 խոսքերը մարդու սրտից են դուրս գալիս, եղբայրներ քույրեր։ Մենք ինչքան էլ փորձենք, ասում եմ, վայ եղբայր ջան, մենք շատ ժամանակ լսել ենք, չէ՞ այս խոսքերը, չէ, սրտից բան չկա, այնպես լեզվով ասեցի, այդպես բան չկա, սա խաբկանք է, ժողովուրդ ջան։ Գիտեք, երբեմն լինում է, որ մարդու մազոլին կանգնում ես, այն առաջի ռեակցիան, չէ՞, այն առաջի այդ ներողություն եմ խնդրում այս խոսքիս համար, չէ՞, ֆշոցը, այդ մունաթը, այդ վիճակը, դա խոսում է արդեն իսկ իրան, հետո մտածում ասում է, վայ, ես հավատացել եմ այ մարդ։ Մի քույրիկ հերթի մեջ կանգնած է լինում, երևի վերջամասում է կանգնած լինում, էլի։ Վերջը մեկը գալի խցկվում է այդ
հերթի մեջ առանց հերթի ոչ ոք չի խոսում։ Այս քուրիկը ձենը գցում է գլուխը, էս ինչա բան, մեզ մարդատեղ չես դնում բան, գորգրում ա բան, վերջը սաղ ֆռում նայում են, մեկ է տենում այկոմ մի հատ եղբայր է կանգնում, վայ, չէ, այսինքն գիտեք ինչա, եղբայրներ քույրեր, արդյոք սա չի խոսում մեր չփոխված վիճակի մասին։ Սա խոսում է մեր չփոխված վիճակի մասին։ Մի քույրիկ հյուր է գնում տարածքներից մեկում, երկող քույր է լինում, ասում են քուրիկ ջան, արի երգի էլի, վերջը։ Երգում է այդ քուրիկը, մեծ օրհնություն է լինում։ Վերջում այս ժողովրդից մեկը մոտիկանում է այդ երգողներից մեկին, ոնց որ ասենք մեր Արմեն աղբորը կներես էլի, ասում է, բայց ինչ լավ երգեց, չէ՞, այդ քուրիկը ասում է, հա, բայց դու իր կարմիր կոշիկները տեսար։ Այսինքն ինչ է սա նշանակում, եղբայրներ քույրեր, սա ինչ է նշանակում, սա նշանակում է, որ մարդը պրոբլեմ ունի ներսում։ Շատ ժամանակ, գիտեք ինչ, եղբայրներ քույրեր, եթե մարդը ջերմություն ունի, այո, պետք է ջերմությունը իջացնել։ Եթե մարդը սխալներ է թույլ տալի, պետք է այդ սխալները ուղղել։ Սիրելի քույրերս լավ գիտեն, մենք տունը որ մաքրում ենք, ալվում ենք, այդ զիբիլը որ բերում ենք, հավաքում ենք այդ աղբը սենյակի կենտրոնում, տունը մաքրված ենք համարում։ Չէ, այդ աղբը պիտի տնից դուրս անենք, չէ, այդ ժամանակ ենք մենք մաքրված համարում։ Թե որ հավաքել ենք, նշանակում է այդ աղբը պիտի դուրս անենք, թե ոչ, եղբայրներ քույրեր։ Մենք պիտի ճանաչենք մեր բնությունը։ Մենք պիտի ճանաչենք, որ մենք խնդիր ունենք մեր ներսին աշխարհի հետ։ Մենք կարիք ունենք փոխվելու, եղբայրներ քույրեր, ոչ թե բարոյական մարդ դառնալու։ Աստված մեզ կանչել է սուրբ լինել։ Իսկ սուրբ նշանակում է պատկանել Աստծուն։ Սուրբ նշանակում է այնտեղ, որտեղ Աստված է բնակվում։ Դու Աստծո սեփականությունն ես։ Մենք միտեղ որ մտնում ենք ապրելու, եղբայրներ քույրեր, մենք մաքրում ենք այդ միջավայրը, մաքրում ենք այդ տները, նոր բնակվում ենք այդտեղ։ Հիսուսը երբ որ եկավ տաճարի մոտ, չասեց եկեք կներեք խոսքիս համար ռուսերեն ասեմ, եկեք աբլիցովկա անենք այս շենքը, դրսից մաքրենք, մաքրազարդենք։ Մտավ տաճարը եւ մաքրեց ընդեղի ավելնորդությունները։ Հիսուսն այսօր ուզում է մաքրի ինձ եւ քեզ։ Եվ ինչպես է տեղի ունենում այս մաքրությունը, եղբայրներ քույրեր, ինչպես է տեղի ունենում այս մաքրությունը, խնդրում եմ սա հիշեք մեկ ընդմիշտ, Աստված դրսևանց չի նայում մեզ, Աստված ներսևանց է նայում մեզ։ Մեր ներսն է տեսնում, արդյոք մեր սիրտը չար ճամփաների մեջ է թե ոչ։ Այսօր Տերը սա է ուզում, երևս տարիներ առաջ, չէ, դարեր առաջ Դավիթը ինչ էր ասում էր ով Աստված իմ մեջս մաքուր սիրտ ստեղծի եւ ուղիղ հոգի նորոգի։ Նա հասկացել էր եւ ինչ ասում ուղիղներին է վայելում օշնությունը, մանավանդ օշնություն երկել է 34 աղմոսում է, եթե չեմ սխալվում։ Ինչպես է տեղի ունենում այս խնդիրը, որն է լուծումը, եղբայրներ քույրեր։ Ես շատ ժամանակ մեկ լինում է, որ ասում ենք դու պիտի այսպես լինես, պիտի, բայց լուծումները չենք տալի։ Ես ինքս ինձ եմ ասում, որն է լուծումը սրա։ Սրա լուծումը ուրեմն տեղի է ունենում պատվաստման միջոցով։ Մենք որ ինչ ենք հեթանոս ենք, Աստված մեզ վայրի այսպես բույսին վերցրեց, ինչ արեց, ուրեմն պատվաստեց իր որդի վրա։ Հիմա տեսեք, այստեղ ինչպիսի ծաղիկներ կան, չէ, եղբայրներ քույրեր, որ ասենք մի հատ լավ այգեպանի կանչենք, ամենալավ պարարտանյութը դնենք, վերջը հետո ժամանակը գա, ասենք ինչ կլինի, մի գլախ խաղող դու կարա տա, մի գլախ խաղող կարա տա, չի կարա տա, որտեվ ինչի բնության խնդիր ունի։ Մենք աշխատում ենք, մենք տեսնում ենք այդ խնդիրները։ Ջերմաչափը ցույց է տալիս, որ մենք ինչ ենք անում, մենք ջերմություն ունենք, մենք սխալ ենք գործել։ Այո, ջերմությունը պիտի իջեցնեն, բայց պիտի դրա տակը ինչը տեսնես, արմատը պիտի տեսնես, որտեվ ինքը ինչ ունի, պրոբլեմ ունի։ Այսինքն պրոբլեմը լուծելով, հիվանդությունը բուժելով, եղբայրներ քույրեր, ինչ է լինում, ուրեմն ջերմությունը վերջանում է։ Հիմա տեսեք, ասում է ես եմ ճշմարիտ որդը։ Եվ իմ հայրս մշակն է, ամեն ճյուղ, որին վրաս է, ու պտուղ չի բերեր, կկտրես զանիկա, ան որ պտուղ կբերե, կմաքրե զանիկա, որպեսզի էլ ավելի պտուղ բերե։ Եղբայրներ քույրեր, խնդրում եմ ուշադրություն դարձեք, չի ասում պտուղներ, ասում է պտուղ։ Եզակի դեմքով է նշում։ Գաղատացիների 5-ում մենք կարդում ենք, բայց Սուրբ Հոգին պտուղը այս է, եւ թվարկում է 9 պտուղ։ Ներկայացնում է եզակի դեմքով, բայց ներկայացնում է հետո պտուղները հոգնակի դեմքով։ Ինչու համար է սա այսպես։ Ուզում ասի աղբյուրը մեկն է։ Դա բխում է մեկ աղբյուրից։ Մենք ինչքան ենք կարող, չէ, եւ համբերության, եւ սիրո, եւ երկայնամտության, եւ ուրախության, եւ խաղաղության։ Այս ամենը ինչի հետևանք է, եղբայրներ քույրեր։ Այս ամենը Աստծո Սուրբ Հոգու ներկայության է։
պայմանավորված։ Ինչ տեղի ունեցավ Եդեմի պարտեզում, Եվան եւ Ադամը հավատացին սատանայի տված խոսքին, սատանայի խոսքով ծնվեց մեղավոր բնությունը։ Աստված այսօր իր խոսքն է ուղարկել, որպեսզի այդ խոսքի միջոցով մեր մեջ ծնվի նոր բնությունը։ Եղբայրներ, քույրեր, մենք նոր սիրտ, նոր բնություն պիտի ունենանք։ Սիրելի քույրեր, դուք որ խոհանոցում սոխ եք կտրում, լացացնում է, չէ՞ սոխը ձեզի։ Կարող է ասենք օրինակ գազար կտրեք լացացնի, չէ, որտեղ բնությունը իր այդպիսին է։ Լացացնում է ինքը, բայց երբ որ վարդն է ստրորում, վարդի բուրմունք է գալի։ Շուշանը, որ փշերի մեջ աճում է, այդ քամին, որ ճոճում է Շուշանին, փշերը, որ ծակում են, դրա համար անուշ հոտ է գալիս, ժողովուրդ ջան։ Այդ դրանից է գալիս։ Տերը օգնի եւ զորացնի մեզի, որ մենք կարողանանք տեսնել ինչ մեր խնդրեմը ներսում է, երբ որ մենք մատնացույց ենք անում, չմոռանանք, որ տակի 3-ը, այս 3-ը մեզ է ցույց տալիս։ Եսայի մարգարեն, Եսայի մարգարեության 5-րդ գլխում, խնդրում եմ ուշադիր նայեք, էլի այն օրը մենք մեր խմբում նայեցինք, 6 հատ վայ է ասում, գիտեք, ասում է վայ սրան, վայ նրան, վայ այսպիսինին, վայ այսինչ անողին, ստեղ գնացողին, սաղ վայրը իրանից դուրս է, բայց 6-րդ գլխում, երբ որ հանդիպում է Աստծուն, ինչ է ասում, եղբայրներ քույրեր, ասում է վայ ինձի, Ասապը քահանա մարդ էր, Սաղմոս 73-ում Ասապը ինչ ասեց, մի պահ կտրեց Տիրոջ ներկայությունից իր հայացքը, դուրս եկավ այդ ներկայությունից, ինչ ասեց, նախանձեց ամբարիշներին, եղբայրներ քույրեր, ասում է երևի սիրտս, հիրավի սիրտս անիմաստեղը մաքրեցի, նախանձում էր նրանց հաջողությանը, նրանց հարստությանը, նրանց ընթացքին, բայց երբ հասկացավ, երբ մտավ սրբարանը, եւ ինչ ասեց, ասում է իրականում ես ինչ էի, անասունի պես էի, միտք չունեի, Տերն է իմ բաժինը, եղբայրներ քույրեր, սա շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք, որ կարիք ունենք փոփոխության։ Տեսեք, անմիջապես պտուղից հետո, երբ որ խոսում է Տերը պտուղից հետո, կարծես բանալին է տալիս, որն է ելքը, որն է բանալին։ Դուք հիմա մաքուր եք այն խոսքով, որ ձեզի խոսել եմ։ Իմ մեջը սկեցեք ու ես ձեր մեջ, ինչպես ճյուղը չի կրնար ինքն իր մեջ պտուղ բերել, եթե որդին վրա հաստատված չլա, նույնպես ալ դուք չեք կրնալ, եթե ին վրաս հաստատվածը չլաք։ Մենք չենք կարող առանց Հիսուսի, եղբայրներ քույրեր, առաքյալ ասում են նրանով ենք ապրում, նրանով ենք շարժվում եւ նրանով կանք։ Հիմա մենք որտեղ որ գնանք, օդ կա, չէ, եղբայրներ քույրեր, առանց թթվածինի կարանք շնչենք։ Կարա մարդը գնա միտեղ, որտեղ թթվածին չկա։ Թթվածինը մենք չենք տեսնում, եղբայրներ քույրեր։ Թթվածինը մենք չենք տեսնում։ Աստված ամենուր է կա, մենք առանց թթվածի չենք կարող ապրել։ Ուր էլ գնանք, նա այնտեղ է, մենք նրանով ենք ապրում, նրա կյանքով։ Տեսեք, ասում է, ես որդն եմ ու դուք ճյուղերն եք, անորին վրաս հաստատված է, եւ ես անոր վրա անիկա շատ պտուղ պիտի բերե։ Տեսեք, նորից չի ասում պտուղներ, ասում է շատ պտուղ պիտի բերե, պիտի հաստատվի դրա մեջ։ Տեսեք, խաղողի որդը որ կա, չէ, ժողովուրդ ջան, խաղաղի որդը որ իր կյանքը կորցնում է, ոչ մի բանի պիտանի չի։ Անգամ սկի ատամի չոփ չես կարա սարքես։ Ոչ մի բանի, իրանից լավ կպչան է լինում։ Հիմա տեսեք, սիրելիներս, մենք վայրենի ենք, Աստված վերցեց մեզ, վայրի ներողություն, հաստատեց այդ որդի վրա, եւ ինչ արեցինք, սկսեցինք սնվել իրանից։ Հետաքրքիր է, որդատունքի արմատներին նասոս չկա դրած, բայց որ ճյուղ ուզում ես կտրի, այդ հյութը հոսում է։ Որ մասից ուզում ես կտրի, նույն հյութը հոսում է, եղբայրներ քույրեր, նույն հյութը հոսում է։ Եվ տեսեք ինչ է ասում։ Վասնզի առանց ինձի, ինչքան եմ սիրում ես այս խոսքը, եղբայրներ քույրեր։ Վասնզի առանց ինձի բանը չեք կրնարնել։ Առանց ինձի բանը չեք կրնարնել։ Եթե մեկը մտածում է, որ այսօր ինքը սուտ չի խոսում, դա իր շնորհքն է, չարաչար սխալվում է, եղբայրներ քույրեր։ Եթե մեկը մտածում է, որ այսօր իր աչքերը չի մեղանչում, իր ականջներով, իր բերանով չի մեղանչում, դա իր շնորհքը չի, դա Հիսուս Քրիստոսի շնորհքն է։ Առաջին Թեսաղոնիկեցիների 2:13 ասում այն խոսքը, որ դուք հավատում եք, այն խոսքը, որ դուք հավատում եք, դա ներգործում է ձեր կյանքի մեջ։
Ֆիլիպեցիների 2:13 ասում է Աստված է ներգործում ձեր մեջ կամենալը եւ ընելը իր հաճությանը համար նա է որ գործում է մեր մեջ ավետարանը դա Հիսուս Քրիստոսի կառուցվածքն է եղբայրներ քույրեր դա ուղղակի խոսքեր չեն դա ամեն օր կառուցվում է մեր մեջ Սուրբ Հոգու միջոցով նույն պատկերին պես նորոգելով մեզի օրհնյալ լինի Տիրոջ անունը Քրիստոսով եղբայրներ քույրեր ավետարանը դա մեր կառուցվածքն է դա Հիսուս Քրիստոսի նկարագիրն է որտեղ ասում է վերջին օրերում Աստված ինչ արեց իր որդիովը խոսեց մեզի եւ ուղարկեց իր խոսքը մի երիտասարդ աղջիկ մոտիկանում է հովին ոնց որ տվյալ դեպքում մեր Ահարոն եղբորը եւ ասում է եղբայր ասում է ավետարանում սխալ բաներ ա գրած ասում է ոնց է սխալ բաներ հա ասում է գրված է իմ անունով ինչ որ խնդրեք պիտի տամ ասում է ես խնդրում եմ չի տալի ոնց ասում է բայց այնտեղ ուրիշ ձև ա գրված եթե դուք իմ մեջ կենաք իմ խոսքերն էլ ձեր մեջ կենան ինչ որ ուզեք պիտի խնդրեք մենք պատահական բան ենք ուզելու չէ որ այդ ներգործությունը գալու է տեսեք եղբայրներ քույրեր սերմացանում ինչ է ասում Աստծո խոսքը ընկավ սրտի մեջ ինչ արեց միտք առավ մարդը ինչպիսի կառուցվածք ունի այնպիսին է մտածելակերպ ունի Աստծո խոսքը ներգործում է մեր մեջ երբ որ խոսքը ընկնում է մեր հոգու աշխարհի մեջ խի ասում Աստծո խոսքը կենթանի է հա ժողովուրդ ջան ինչով է բացատրում որ Աստծո խոսքը կենթանի է այսինքն նրա մեջ կյանք կա եւ նա զորություն ունի եւ երբ որ ասում է թափանցում է ինչ է Եկսայրի սուրի պես է այդ ինչ սուր է եղբայրներ քույրեր դա այն սուրն է որը այսօր ինձ ու քեզ պատրաստ է կտրելու բոլոր անմաքրություններից ազատելու բոլոր անմաքրություններից բոլոր մոլություններից բոլոր գերությունից որտեղ ինչ է ասում է եկավ գերիներին ինչ անելու ավետարանը քարոզելու այսինքն գերիների համար է Աստծո խոսքը նա եկել է որպեսզի մենք ազատ լինենք ներսից եղբայրներ քույրեր մարդիկ շատ աժատ մտածում են եղբայր ջան ինձ տունը հալածում են Ես ազատ չեմ, ազատությունը դրսևանց չի, ազատությունը ներսևանց է եղբայրներ քույրեր։ Պողոսը եւ Շիղան ինչ էին արած, կապված էին, պահապանները 4 կակ դրված։ Որ մեկից ոտքերն են այսօր դրել, ինչի մեջ, կոճղի մեջ, որ մեկս այդ վիճակի մեջ եղել, ոչ մեկս էլ չենք եղել եղբայրներ քույրեր, բայց նրանք ազատ էին։ Նրանք գովերքում էին, նրանց ներսը ազատ էր եղբայրներ քույրեր եւ ազատ էր մեղքից, նրանք ազատ մարդիկ էին։ Հիմա տեսեք, ես ուզում եմ Տիրոջ խոստումներից կարդալ։ Շատ ժամանակ լինում է ես այդպես էլ աղոթում եմ, մինչև այսօր էլ աղոթում եմ, ասում եմ Տեր, ստեղ նստած իմ ավակ եղբայրներին եմ միշտ բերում, ասում եմ Տեր, եթե իրանց կյանքում արել ես, իմ կյանքում էլ դա պիտի լինի։ Ես չպիտի երազող լինեմ, ես պիտի առնող լինեմ։ Մարդիկ այսօր կարծես երազում են, Երանի էսպես լիներ, այդպես չի եղբայրներ քույրեր, կա մեղքի ազատում, կա մեղքից ազատ կյանք, եւ դա ես չեմ ասում, դա Տեր Հիսուս Քրիստոսն է ասում, նա եկել է ինձ եւ քեզ ազատ անելու մեղքի իշխանությունից։ Եվ ինչ է ասում, ձեր վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ, Եզեկիել մարգարեություն 36-րդ գլուխ 25 խոսքը, 36-25-ից եմ կարդում։ Ձեր վրա մաքուր ջուր պիտի սրսկեմ ու պիտի մաքրվիք, թե ասում է կարող է մաքրվեք, ասում է պիտի մաքրվես։ Իսկ այն որ Աստված մաքրեց, անիկա մաքուր է։ Ձեր բոլոր պղծություններ են, ձեր բոլոր կուրքեր են, ձեզ պիտի մաքրեմ, ձեզի նոր սիրտ պիտի տամ, ու ձեր ներսիդին նոր հոգի պիտի դնեմ, օրհնյալ է Տիրոջ անունը, եւ ձեր մարմիններեն քարեղեն սիրտը պիտի հանեմ, ու ձեզի մարմնեղեն սիրտ պիտի տամ։ Ինչու ասում քարեղեն, կյանք չկա դրա մեջ, ժողովուրդ ջան։ Դրա մեջ կյանք չկա։ Պտուղ չկա դրա մեջ։ Քարերի վրա կարաք բան ցանեք։ Չեք կարա ժողովուրդ ջան։ Դա պիտի հանի։ Ասում է իմ հոգիս, տեսեք սրանից հետո, իմ հոգիս ձեր ներսիդին պիտի դնեմ, ու դուք իմ օրենքներուս մեջ պիտի քայլեք, հնարավոր չի եղբայրներ քույրեր, ու իմ իրավունքներս պիտի պահեք ու գործադրեք, փառավորվի Տիրոջ անունը, սա խոստում է սիրելի եղբայրներ քույրեր, սա խոստում է եւ պիտի լինի։ Եվ 31 խոսքը ինչ ասում, ձեր գեշ ճամփաները եւ չար գործերը պիտի հիշեք, ու ձեր անօրենություններուն համար եւ ձեր պղծություններուն համար դուք ձեր անձերեն պիտի զզվեք։ Հիմա մի բան եմ ուզում ասել եւ մենք կգանք աղոթքի Տիրոջ առաջ։ Եզեկիել 37-րդ գլուխը շատերը այստեղ գիտեք, որտեղ դաշտը լցված էր չորացած ոսկորներով։ Դաշտի գազանները այսպես պատառոտել էին այդ ոսկորները, մեկը արտի մյուս ծերներ, մյուսը մյուս ծերներ։
Եվ ինչ եղավ, խոսք եղավ, չէ, կենթանություն եղավ, թե չէ, հիմա ես ուզում եմ ասեմ, եթե դու անգամ մտածում ես, որ քո կյանքը չորացել է, որ քո մոտ ոչինչ չի ստացվի, էդի լավ է, որ քո մոտ չի ստացվի, բայց ես ուզում եմ ասել, ում խոսքին ես դու այսօր հավատում, ում խոսքին ես դու այսօր հավատում, դու այսօր նայում ես, թե հակառակորդը քեզ ինչ ստեր է փչում, թե նայում ես, թե Աստված ինչ խոստումներ է տալի, եղբայրներ, քույրեր, տեսեք հավատքի ինչ է ասում, հուսացած բաների հաստատությունը, գիտեք որն է հուսացած բաները, դրանք Տիրոջ խոստումներն են, որոնցից մեկը ես այսօր կարդացի, դրանք Տիրոջ խոստումներն են, նա է ասել, եղբայրներ, քույրեր, եւ հնարավոր չի, որ չկատարվի, նա է ասել, ու հնարավոր չի, որ չկատարվի, ես հիշում եմ իմ կյանքի մեջ այսպիսի մի բան եղավ, եղբայրներ, քույրեր, շատ տկարություններ էի թույլ տալի իմ կյանքում, այդ տկարությունները ցույց են տալի, որ խնդրեմը մեր ներսում է, դրա համար դուք ոչ թե ֆիքսվեք այդ տկարությունների վրա, այլ գնացեք դեպի ձեր ներքին աշխարհը, ասա Տեր, ազատի ինձ սրանից, փոխիր իմ բնությունը, Տեր, վերջը Տերը գիտի, չէ, որ մենք ինչ բնության Տեր ենք, հիմա ես մեղավոր եմ, որ մեղավոր եմ ծնվել, եղբայրներ, քույրեր, իհարկե ոչ, դատապարտությունը գալիս է այն ժամանակ, երբ որ կամովի ես գնում եմ մեղքի կյանքին, ես անձնատուր եմ լինում մեղքի կյանքին, ես սիրում եմ մեղքը եւ կապվում եմ եւ ապրում եմ դրանով, սա է բերում դատապարտության։ Եվ հակառակորդը անընդհատ մտքեր էր տալիս, Աստված քեզ չի սիրում։ Աստված քո աղոթները չի լսում։ Էս ինչ է քո վիճակը, քո ընտանիքի վիճակը։ Եղբայրներ, քույրեր, ես սխմվել էի գետին, չգիտեի ինչ անել։ Ես ոչ մի վկայություն չէի հիշում, ոչ մի խոսք չէի հիշում, բայց այդ ծնկի եկած ժամանակ մի բան եկավ իմ ներսիցս եւ ասեց. Ես սիրում եմ քեզ, ես լսում եմ քեզ, ասի Տեր, ես հավատում եմ, որ դու լսում ես ինձ, ես հավատում եմ, որ դու սիրում ես ինձ, եւ քո սիրո մեջ փոփոխություն չկա, եղբայրներ, քույրեր, իմ չար ու վատ գործերը չեն կարող ազդել Արեգակի ջերմության վրա, Արեգակը նույն ձևի ոնց ջերմություն է տալի, այդպես է տալու է մեր վրա, բայց մենք պիտի լույսին գանք, մենք պիտի լույսին գանք, եւ պիտի մեր ինչ անենք, մեր սիրտը, մեր ներքին աշխարհը դնենք ինչի տակ, Տիրոջ լույսի տակ, ասում է, մեր ծածուկ մեղքերը ինչ արեցիր, քո երեսիդ լույսի տակ դրեցիր։ Սաղմոսներից եմ ուզում կարդալ, գանք աղոթքով։ Ասում է Սաղմոս 19-ը. Տիրոջ օրենքը կատարյալ է։ Այստեղը միշտ կարդում եմ այսպես. հոգիս կնորոք է, Աստծո խոսքն է, չէ։ Տիրոջ վկայությունը ճշմարիտ է, տգետիս իմաստուն կնե։ Տիրոջ կանոնները շիտակ են, սիրտս կուրախացնեն։ Տիրոջ պատվիրանքները պայծառ են, աչքերուս լույս կուտան։ Եղբայրներ, քույրեր, ինչքան է մենք տեսնող աչք ունենանք, որ լույս չլինի, բան չենք տենալու։ Համաձայն եք թե չէ։ Բան չենք տենա, ժողովուրդ ջան, որ տեսնողը ինչքան է տեսնող աչք կլինի։ Դրա համար Արեգակի լույսով մենք համ տեսնում ենք Արեգակին, համայն ինչ որ ինքը լուսավորում է։ Հիսուս Քրիստոսի լույսով մենք տեսնում ենք իրեն եւ այն ինչ որ ինքը լուսավորում է։ Ուրախացեք ձեր Աստծմով, ուրախացեք նրա խոստումներով, դա իրական է, եղբայրներ, քույրեր։ Նա նույնն է երեք, այսօր եւ հավիտյան։ Այսօր է կարեւոր, որ դու հավատաս։ Այսօր է փրկության օրը։ Տիրոջ վախը սուրբ է, հավիտյան կմնա, Տիրոջ դատաստանները ճշմարիտ ու բոլորովին արդար են, ցանկալի են անոնք ոսկի են, ու շատ փորձված ոսկի են, մեղրեն, անուշ են, ու խորիսխեր կաթած մեղրեն, սա ճանաչողություն է, սա վայելք է, ճանաչող մարդն է կարում ներկայացնի, քու ծառատ, ես ասում եմ քու որդիդ, անոնց մով կխրատվի, ու զանոնք պահելուն վարձքը շատ է, ով կրնա մեզանից, ստեղ հավաքվածներիցս, միտ կառնել իր հանցանքները, ծածուկ մեղքեր են զիս մաքրե, ամբարտավան մեղքեր են ալ պահեք ու ծառատ, թող անոնք ինձի չտիրեն, սրանք իշխելու հատկություն ունեն, գիտեք, այս մեղքերը, սրանք ծածուկ են, չեն երևում, բայց իշխում են, մարդու վրա տիրում են, եղբայրներ, քույրեր։ Ասում է այն ատեն անմեղ կլամ, ու կմաքրվի մեծ անօրինություն է, եւ տեսեք ինչ է ասում, բերնիս խոսքերը, սրտիս խորհուրդը, քու արջևդ ընդունելի լան, ով Տեր, իմ վեմս ու փրկիչս, երանի այն մարդուն, ով ուղիղ է Տիրոջ առջև, ասում ենք Տեր, ինձ ուղիղ արա քո առաջ, իմ ներսս ուղիղ արա քո առաջ, սա է մեր աղոթքը, կանգնենք աղոթքի, եղբայրներ, քույրեր։